Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գիտեք թե երկնքի մեջ Աստված 5 բսակներ, 5 թակեր պիտի դա իրեն հավատարիմ եղողներուն։ Ասիկա սիրելներ աշխարհիկ բսակներու, աշխարհիկ քնահատանքներու չի նմանիր, այլ ասիկա դիեզերքի արարիչին գողմե դրված մեծ բարգև է։ Տեր Հիսուս Քրիստոս այս մասին խոսեցավ եւ ասավ Հովանու Ավիդարանի 13-րդ գլխու 26-րդ համարի մեջ. Ով որ ուզե ինձի ծառայել, պետք է ինձի հետևի, եւ ինձի ծառայողը պիտի լա հոն, ուր ես կգտնվիմ։ Ուր է Տեր Հիսուս Քրիստոս ուր կգտնվի երկնքի մեջ, եւ Հիսուս կշարունակե ու գսե, եւ հայրս պիտի բադվե ինձի ծառայողը։ Այո սիրելներ, քրիստոնյայի կյանքը առանց վարձքի պիտի չմնա։ Մեր դարաբանքը, չանքը, աշխատանքը Աստուծոքով չեն գործվելու։ Ամեն ինչ գարցնակրվի եւ ամեն ինչի համար Տերը պիտի վարձահատույց ընե մեզի։ Հաջող երբ սուրբերու պատկերներուն դիմաց կգանքնենք, կտեսնենք, որ անոնց գլխում վրա դրված լուսաբսակ մը կա։ Անիգա սիրելներ գխորտանշե հավիտենական փառքը անոնց։ Նաև կտեսնենք, թե ինչպես օրինակ սուրբերու նահատակության ժամանակ իրենց գրած նեղությանց ընթացքին իսկ երկինքեն հրեշտակը կամ հրեշտակներ կհայտնվին իրենց ցերքին բռնած բսակը, փառքի բսակը, ասելու համար որ ով սուրբ կամ ով սուրբեր Ձեր այս նեղությունը, որ երկրի վրա կգրեք, երկնքի մեջ ահա կտեսնվի եւ ձեր փառքը արդեն իսկ պատրաստ է։ Եվ հաջող սրբապատկերներում մեջ սիրելներ, այդ պատկերները գարդացոլացվին, ինչպես որ այստեղ Վարդանանց պատկերի մեջ կտեսնեք հրեշտակները իրենց ցերքին բռնած բսակը, որ Վարդան Մամիկոնյանի գլխում վրա կբերեն հանգչեցնելու։ Սիրելներ, ինչ են այդ 5 բսակները, որոնց մասին Աստվածաշունչը նոր գտակարանը գխոսի մեզի։ Առաջինը հավիտենական թափնեբսակին մասին է։ Այսինքն այն մարդիկը բոլորս յուրաքանչյուր հավատացյալ, որ իր մարմնին թեմ կբայքարի, որտեղ սիրելներ թյուրին չէ մարմնին թեմ բայկարիլը, մարմնական խորհուրդներուն թեմ բայկարիլը, մեղքին թեմ բայկարիլը, որտեղ ամեն անգամ մեր մեջ մարմնական մտածումը, մարմնականը միշտ գլուխ կծծե։ Հետևաբար բայկարիլ մարմնին թեմ բայցողությամբ, աղոթքով, ձոմաբահությամբ, ժուժգալ կյանքով հեշտ բան չէ։ Եվ ասիկա սիրելներ ամբողջ ընթացք մնե կյանքի, վասկ մնե թեպի նպատակագետ, թեպի հաղթանակ։ Եթե սիրելներ իսկապես հավատացյալը կարողանա բայկար դանել այդ մարմնական մտածողության թեմ եւ հաղթել իր մեջի մեղքին, այդ ժամանակ թափնեբսակի գարժանա։ Այս մասին կգարտանք առաջին Կորինթացիներու նամակի մեջ Բողոս Արաքյալ սիրելներ հետևյալը գսե 9-րդ գլխու 24 եւ 25 համարներու մեջ։ Մրցատաշտին վրա վասկի մասնակցողներուն օրինակը գիտեք, չէ՞։ Վազելը բոլորն ալ կվազեն, բայց մրցանակը մեկ հոգի կշահի։ Դուքալ այնպես վազեցեք, որ մրցանակին հասնեք։ Մարզիկները իրենք խիստ կանոններու կենթարկեն վաղանցուկ թափնեբսակ մարդելու համար, իսկ մենք նույնը գնենք հավերժական թափնեբսակին համար։ Այո սիրելիներ, կյանքը բայկար է գսվի, բայց քրիստոնյային բայկարը ոչ թե օրվա հացի բայկար է, բարձրապես օրվա հացը ջարելու, այլ քրիստոնյային բայկարը մեղքին թեմ բայկար է, մարմնին թեմ բայկար է, այն մարմնական մտածողության թեմ, որ դժբախտաբար միշտ մեզ կփորձե Աստուծո ջամփաներեն շեղել, աշխարհին դանել, մեզ հերացնել սրբության ճանապարհեն եւ մեղքին մեջ առաջնորդել։ Ահա սիրելիներ, ասոր թեմ երբ մենք կբայկարինք, այդ ժամանակ մեզի թափնեբսակը
հավիդենական թափնե բսակմը, անթարամ թափնե բսակմը գսպասվի, որբես Աստուծո գողմե մեզի դրված հադուցում։ Երկրորդը սիրելներ ուրախության բսակն է։ Այս ուրախության բսակի մասին Պողոս Արաքյալ գխոսի սիրելիներ իր առաջին Թեսաղոնիկեցիներու նամակին մեջ եւ 19-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե։ Արդարև մեր Տեր Հիսուս Քրիստոս երբ կա իր արչև ով պիտի լա մեր հույսը կամ ուրախությունը կամ հաղթանակի բսակը ով պիտի լա որով գրնանք բարձիլ եթե ոչ թուք այսինքն սիրելներ այս հաղթանակի բսակը անոնք պիտի ժառանգեն որոնք երկրի վրա Քրիստոսի խոսքը կդարածեն եւ մարդիկը Քրիստոսի կփերեն եթե դու սիրելի եղբայր եթե դու սիրելի քույր քոնդանիքի անդամներեն մեկը քու բարեկամներդ մեկը օդար մեկը ովևէ մեկը կարողանաս Քրիստոսի մոտեցնել անոր խոսիլ Քրիստոսի մասին վկայել Քրիստոսի մասին եւ զայն բերել Քրիստոսի այդ ժամանակ դու հաղթանակի բսակին արժանի պիտի լաս այո սիրելներ անոնց որոնց մենք կյանքի լույս եղած կլանք Քրիստոսի լույսը դարածած կլանք եւ Քրիստոսը ծանոթացած կլանք ու զանոն Քրիստոսի բերած կլանք անոնք սիրելիներ մեր վարձքը պիտի լան երկնքին մեջ Աստուծո դիմաց դերը պիտի սե աբրիս հավատարիմ ծառա որովհետեւ թուն գրծար ովևէ մեկը ինձի բերել հաղթանակի բսակի արժանի ես հետեւաբար եղբայրներ եւ քույրեր անդադար Աստուծո խոսքը դարածենք եւ Քրիստոսը ջանցնենք մարդոց եւ Քրիստոսի մոդեցնենք մարդիկը որբեսի օրտության կյանքի հասնին երրորդ բսակը սիրելիներ արդարության բսակն է այս բսակին արժանի բիդելան բոլոր անոնք որոնք այս կյանքի նեղություններեն գանցնին հավատքի բادرազմ կմղեն բարի բادرազմ կմղեն իրենց հավատքը կբահեն երբեք իրենց հավատքի մեջ չեն խախտվիր որովհետև սիրելիներ շատ են այն քարերը այն երկրաշարժները հոգևոր իմաստով այն բոլոր տեսակի մոլորությունները որոնք գուզեն մեզ մոլորեցնել մեր հավատքեն դգարացնել բաքսեցնել բայց ով որ մինչև վերջ ամուր կմնա իր հավատքի մեջ եւ կսպասե մանավանդ Քրիստոսի երկրորդ քալուստին անիգա սիրելիներ պիտի ստանա արդարության բսակը այս մասին Պողոս Արաքյալ գկրե առաջին երկրորդ Դիմոթեոսի նամակի 7-րդ ուրեմն 4-րդ գլխու 7-րդ համարի մեջ գսի Արաքյալ Փարի բادرազմը մղեցի ցանկի սընթացքը ավարտեցի հավատքը զբահեցի հիմա 8-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե ասկե յետ ինձի կմնա միայն սպասել արդարության բսակին որ դերը արդար տադավորը իբրև հադուցում ինձի պիտի դա Թադաստանի օրը ինչը արդարության բսակը իբրև հադուցում պիտի դա իբրև վարձք պիտի դա եւ Պողոս Արաքյալ դեսե կշարունակե եւ պիտի դա ոչ միայն ինձի այլ նաեւ բոլոր անոնց որոնք սիրով կսպասեն դիրոջ հայտնվելուն բոլոր անոնք որոնք դիրոջ հայտնվելուն կսպասեն եւ անոր համար այս կյանքի մեջ բարի բادرազմ կմղեն ու իրենց հավատքը կբահեն ապա արդարության բսակին պիտի արժանանան հաջորդ բսակը սիրելիներ որու մասին Պետրոս Արաքյալ այս անգամ գխոսի այս բսակը սիրելիներ այն բսակն է անթարամ փառքի բսակը որոնք պիտի ստանան այն եկեղեցականները այն հոգևորականները որոնք ճշմարիտ գերբով ժողովուրդը Աստուծո հոդը հովվեցին առաջնորդեցին դեպի Քրիստոս անշահախնդիր գերբով առանց իրենց անձերը բարդատրելու առանց տրամի մասին մտածելու այլ ամբողջական ծևով ամբողջական նվիրումով անմնացորդ նվիրվածությամբ այս հոգևորականները պիտի արժանան փառքի բսակին գարտամ ցեզ սիրելիներ Պետրոս Արաքյալի նամակեն առաջին նամակեն 5-րդ գլխու պիտի գարտամ 4 համարները
Առաջին 4 համարները 4-րդ համարի մեջն է որ գխոսի այս անթարամ парքի բսագի մասին։ Գսե առաքյալը երեցներ, այսին քահանաներ, գրոնավորներ, հոգևորականներ, որբես երիցագիցը որ ցեզի բես վգայեմ Քրիստոսի չարչարաներուն եւ ցեզի էդալ մաստագից պիտի լամ քալիկ парքին որ պիտի հայտնվի գաղաչեմ ցեզի վստահված Աստուծո հոդը արածեցեք ոչ թե իբր բարդատրանք կատարելով վերագացության ծեր ճաշտոնը այլ գամավորապար ինչպես Աստված գուզե ոչ թե տրամի սիրույն այլ հոժարությամբ ոչ թե ցեզի վստահված մարդոց բարդատրելով ծեր անձերը այլ օրինակ լալով ծեր հոդին որբեսի երբ հովվաբեդը հայտնվի անթարամ парքի բսագը ընդունիկ եւ 5-րդ բսագը սիրելիներ ցանկի գենաց բսագն է եւ ցանկի բսագին արժանի բիդելան բոլոր անոնք որոնք այս ցանկի մեջ նեղություններու գտիմանան գահամբերեն դժվարությունները գանցնին սակայն անգոդրում կմնան իրենց հավատքին մեջ Քրիստոսի անտեպ եւ նույնիսկ նեղություն մահ կգրեն բայց երբեք Քրիստոսը չեն ուրանար անոնք պիտի ստանան парքի գենաց բսագը այս մասին կգարտանք սիրելներ եւ Հակոբոսի դիարդեղբոր նամակի առաջին գլխու 13-րդ համարի մեջ գսե Երանի այն մարդուն որ դոգա փորձության որովհետև փորձութենեն հաղթական դուրս եկողը որբես մրցանակ պիտի ստանա այն ցանկը որ դերը խոստացավ դալ զինք սիրողներուն ահա սիրելներ ով որ փորձության մեջ նեղությանց մեջ հալածանքներու մեջ նեղությանց մեջ կարողանա դոգալ անիգա գենաց բսագը պիտի ստանա նույնը սիրելներ հայտնություն Հովանու գլխում քիրքին մեջ դեր Հիսուս Քրիստոս այս մասին խոսի երկրորդ գլխու 10-րդ համարի մեջ Հիսուս գսե մի վախնար այն չարչարանքներուն համար որ պիտի գրես ահա փանսարգուն այսին սատանան ցեզ մե ոմանք փանդ պիտի նետե ցեզ փորձելու համար եւ ցեր նեղությունը 10 օր պիտի դեվե այսինքն գարջ ժամանակ հավատարիմ եղիր ինձի նույնիսկ եթե մեռնիլ պետք է եւ ես քեզի ցանկի բսագը պիտի դամ ահա սիրելիներ ան որ այս ցանկի նեղություններու մեջ փորձություններու մեջ հավատարիմ կմնա Քրիստոսի անգոդրում հավատքով չի շեղիր իր հավատքեն չուրանար դերը այլ հանցնգարնե ամեն տեսակ նեղություն չարչարանք դարաբանք հալածանք անարքանք զրգանք եւ նույնիսկ մինչև մահ հավատարիմ կմնա Տիրոջ նույնիսկ եթե զինքը սպանեն ապա ցանկի բսագը պիտի ստանա ասոնքեն սիրելներ 5 բսակները որ դերը պիտի հադուցանե պիտի նվիրե որպես իսկական վարձատրություն հավատացյալներուն եւ սակայն ասիկա հբարդության մեր հբարդությունը չէ սիրելներ բարձաբես որ մենք հբարդանանք անոցով որ մենք ցերծկեցինք ոչ այլ որովհետև Քրիստոս ինք հաղթանակ դարավ մահվան վրա մեղքին վրա ու մեզ բրգեց իր արյունով մենք այս բոլոր վարձատրությունները գբարդին Քրիստոսի անորամար գգարտանք սիրելիներ հայտնություն Հովանու 4-րդ գլխու 10-րդ համարի մեջ թե ինչպես որ 24 երեցները որոնք Աստծո քահին շուրջն են Աստուծո քահին թիմած ինգան եւ երգրբակեցին անոր որ Հավիդյանս Հավիդենից կաբրի անոնք իրենց բսակները քահին արչև գտնեին ու գսեին ով մեր Դերը եւ Աստվածը արժանի է սփարք ու բադիվ եւ զորություն արդելու որովհետեւ դու նստեղծեցիր ամեն ինչ քու գամքովը դստեղծվեցան եւ քոյություն ունին բոլոր բաները ահա մենք ալ սիրելիներ երբ երկնքի մեջ այդ բսակներուն արժանանանք մեր թակը պիտի հանենք եւ Քրիստոսի ոտքերուն թիմած բերենք պիտի խոնարհենք եւ ասենք Դեր արժանի ես ամեն փառքի ու բսագի որովհետև թուն դեր մեզ օրտնեցիր քեզմով քու հաղթանակովդ մեզի հաղթանակ շնորհեցիր ահա ըսկույս թիկոյոց քեզ մատուցանեմ on ուրեմն սիրելի քույրեր եղբայրներ
եկեք մենք ալ սրբությամբ ապրենք։ Եկեք թեպի հաղթանակ մրցատաշտի մեջ թեպի հաղթանակ վազենք։ Եկեք սիրելներ փարած բսագին հասնենք։ Եկեք ցանկի բսագին արժանի լանք։ Եկեք ուրախության բսագ ունենանք ուրիշները Քրիստոսի բերելով, որբեսի սիրելներ մարդիկ դերը ճանչնան ու փրկվին։ Եթե դուք սիրելի ծնողներ ծեր զավակներու մարնավոր սնունդին, մարնավոր աջին եւ անոնց մտավոր աջին հոգ կդանիք, հապա որքան հոգ պետք է դանեք անոնց հոգևոր ցանկին, անոնց հավիտենական փառքին արժանանալուն։ On ուրեմն սուրբերու վարկով ապրինք, անոնց օրինակով ապրինք, որբեսի կարողանանք մենք ալ սիրելներ արժանի լալ հավիտենական փարած բսագին, ցանկի բսագին։ Աստված ցեզ արադաբեստողորտն է, բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին։